Բարև ձեզ, Վարշավայից իր աշխատանքն է շարունակում ՎՏՀ Հայաստան Նյուզը։ Տաղավարում աշխատում է Ռազմիկ Մարտիրոսյանը։ Օրվա կարևոր թեմաները նախ համառոտ։ Բացահայտվել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի մանրամասները։ Խաթարվել է առինջ մոլի աշխատանքը, իրավիճակը լարվել է։ Խորհուրդ են տալիս չայցելել Իրան եւ պատրաստ լինել մերձավոր արևելքում չվերթների չեղարկմանը։ Բալթյան երկրներն ամրացնում են Ռուսաստանի եւ Բելարուսի հետ իրենց սահմանները։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը բացահայտել է Ռուսաստանի դեմ Եվրամիության 21-րդ պատժամիջոցների փաթեթի մանրամասները։ Եվրամիությունն իր պատժամիջոցների ցանկում ավելացրել է ռուսական ևս 32 բանկ, ինչպես նաև կրիպտոարժույթների ոլորտում գործող ընկերություններ եւ նավթի առևտրային հարթակներ։ Մենք մեկ տարով սառեցնում ենք ռուսական նավթի գնի առավելագույն շեմի վերանայումը, որպեսզի Ռուսաստանի ռազմական մեքենան չկարողանա օգտվել շուկայական ցնցումներից։ Առաջին անգամ մենք թիրախավորում ենք այն նավերը, որոնք աջակցում են Ռուսաստանի ստվերային նավատորմին։ Խաթարվել է Գագիկ Ծառուկյանին պատկանող առինջ մոլի աշխատանքը։ Աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացրել, պահանջելով պարզաբանել կապարակնքման հիմքերը։ Ասենք մենք որ չաշխատենք, տնօրությունը տեղի ինչ գործունեություն ունի։ Կներեք էլի հուզված եմ, ուղղակի չի կարելի, sense մարդկանց չի կարելի ճնշել։ Կինա, տատիա, պապիա, հայսի չի, մանուշակ մանկապարտեզն է, ինչ է, այսի ինչ է, դրանով ուր են գնալ, ուր ենք հասնելու, լավ։ Ստեսորը ստե փակին, վաղն դե փակին, միսորն դե հետո։ Հիմա պարոն Սարգսյան, մեր խնդրանքն է։ Մեզ ուղղություն տվեք։ Մենք ոնց մեր ձայնը հասցնենք քնչականից մարդ գա, այսքան մարդուն պատասխան տա, այս խանութները բացվելու է թե չէ, եթե չի բացվելու, ինչի չի բացվելու, եթե բացվելու է, երբ է բացվելու, որ ամեն մարդ իր աշխատողին կամ ինքը հասկանա, որ օրինակ մի օրից կամ մի ամսից բացվելու է։ Դենքեր պատասխանել են, չէ՞ որ դիմում գրել։ Դիմում ներկայացրեք։ Հա, լավ, շնորհակալություն։ Մեզ չօգնելու համար շնորհակալություն։ Հիփոթեկով բնակարան գնելու որոշ պայմանագրեր հնարավոր կլինի կնքել առանց նոտարի եւ Հայաստանում բնակարան ձեռք բերել առանց երկիր այցելելու։ Հաշվի առնելով, որ բանկը հիպոթեկային վարկը տրամադրելուց ստուգում է արդեն գնորդի բոլոր անհրաժեշտ պարամետրերը, ֆինանսական միջոցները, հիպոթեկային վարկի սպասարկման հնարավորություններն ու կարողությունները, մենք ներ ենք դնում նոր ինստիտուտ, որով առանց նոտարական վավերացման եռակողմ այս պայմանագիրը էլեկտրոնային համակարգում կնքվելուց հետո բանկի կողմից կներկայացվի իրավունքի պետական գրանցման եւ սա հիմք կհանդիսանա, որպեսզի գնորդը չայցելելով նոտար եւ համապատասխան լիազորագրերի այդ ընթացակարգը չապահովելով հնարավորություն ունենա հեռահար ձեռք բերել Հայաստանի Հանրապետությունում նոր կառուցվող շենքից անշարժ գույք կամ արդեն նոր կառուցվող շենքը, երբ որ ավարտական ստացել է շահագործման է, տվյալ շենքից անշարժ գույք։ Մենք ավելի ենք պարզեցնում ընթացակարգը, որովհետև հանում ենք նոտարի վավերացման պահանջը եւ երկրորդ, որ մենք ավելի շատ ենք վստահում թվային կամ թվայնացման միջավայրում կիրառվող տեխնոլոգիաներին, որովհետև այն ինչ որ դուք հիմա նկարագրում եք, գուցե մի քանի տարի առաջ հնարավոր չլիներ, որովհետև այն տեխնոլոգիաները, որոնք որ կապ էին հաստատում գործարքի կողմ հանդիսացող անձանց միջև վստահության կարիք ունեն կամ վստահության բարձրացման կարիք ունեին եւ այն աշխատանքը, որ շարունակում է իրականացնել կառավարությունը թվայնացման ուղղությամբ, այդ թվում նաեւ կադաստրի կոմիտեին օժտելով այնպիսի գործիքակազմով, որ թույլ է տալիս հավասարապես պաշտպանված մեխանիզմներով կապի մեջ գտնվել սուբյեկտների հետ, բանկային համակարգի մասնավոր հատվածը ներկայացնող սուբյեկտների հետ, դրա համար այն միջավայրն են, որ ձևավորվել է բառացիորեն վերջին տարիների ընթացքում։ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի եւ համագործակցության նախարարությունը խորհուրդ է տալիս չայցելել Իրան։ ԱՄՆ պետդեպը ամերիկացիներին կոչ է արել պատրաստ լինել մերձավոր արևելքում չվերթների չեղարկմանը։ The Wall Street Journal պարբերականն էլ գրել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնման հնարավորությունը եւ տարածաշրջան են տեղափոխվում նոր ուժեր ու սպառազինություն։ Իրան Միացյալ Նահանգների լարվածության եւ հնարավոր սցենարների մասին կզրուցենք իրանագետ Գարիկ Միսակյանի հետ։ Պարոն Միսակյան, ամերիկյան մամուլը գրում է, որ Թրամփը դիտարկում է Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնման հնարավորությունը եւ տարածաշրջան են տեղափոխվում նոր ուժեր եւ սպառազինություն, ինչ սցենարներ են նախանշվում, ինչ գործողությունների կարող են ականատես լինել եւ ինչ տարբերակներ են քննարկվում Իրանում։ Իրականում բավականին բարդ իրավիճակ է սկսվել նորից, եթե նայենք նախորդ օրերի Միացյալ Նահանգների նաեւ հարվածների ինտենսիվությունը,
երեք եղավ 25-ից ավել քաղաքների վրա հարձակումներ Իրանում, եղավ ենթակառուցվածքների վրա հարձակումներ, այդ թվում կամուրջների եւ մի քանի այլ ենթակառուցվածքների ոչնչացում։ Այսօր արվածներ եղավ Իրանի սահմանային անցակետերից մեկին։ Նաեւ կար տեղեկատվություն նախորդ օրերում, որ Իրանը զորքեր է քաշում դեպի Քուվեյթ հետ սահմանային հատվածներ։ Իրանական կողմից հնչեցին նախազգուշացումներ, որ Իրանի դեմ ցամաքային ցանկացած գործողության պարագայում իրենք էլ նույնպես դիմելու են արդեն ոչ կանխատեսելի գործողություններ եւ նաեւ հաշվի առնելով նախորդ փորձը, երբ որ հարձակման ժամանակ իրանցիները հարվածեցին արաբական գրեթե բոլոր պետություններին, սա նաեւ ենթադրում է, որ իրանական կողմից նույնպես լինելու է ցամաքային որևէ գործողություն։ Իսկ Թրամփի խոսքերը նույնպես բազմանշանակ են։ Նախ եղավ հայտարարություններ, որ Իրանը պատժվելու է, հետո հակառակ հայտարարություններ, Հորմոզի նեղուցի հետ կապված, որ այդ խնդիրը այդքան էլ Միացյալ Նահանգների խնդիրը չի, այլ այն պետություններին, որոնք դա անհրաժեշտ է, Իրան, Միացյալ Նահանգները Վենեսուելայի նավթով էլ կարող է իր պաշարները բավարարել եւ այլն։ Այսինքն կանխատեսել որևէ բան այս տարագայում բավականին բարդ է, բայց նաեւ պետք է նշել, որ սրացման գործընթացում է գտնվում։ Նաեւ հաշվի առնելով բնույթը հարվածների Միացյալ Նահանգների հնարավոր է որոշակի փորձ արվի Իրան ցամաքային գործողություններ իրականացնելու, բայց մյուս կողմից էլ դա բավականին բարդ եւ բավականին մեծաթիվ ուժեր տահանջող ռազմական գործողություններ լինելու, ինչին կարծում եմ Թրամփը նաեւ Իրանին նաեւ Միացյալ Նահանգների ներքին քաղաքական իրավիճակը հաշվի առնելով այդքան էլ պատրաստ չի այս փուլում։ Հայաստանի համար ինչ հնարավոր վտանգներ եք տեսնում այս իրավիճակում, հատկապես TRIP-ի իրականացման համատեքստում։ Հակամարտության պայմաններում Հայաստանի համար կա վտանգներ։ TRIP-ի հետ կապված բավականին ավելի ասել ոչ հասկանալի եւ բավականին խառը իրավիճակ է ստեղծվել, որտեղ նորից հաշվում են մի քանի գերտերությունների շահեր, եթե նաեւ հաշվի առնենք այն ղեկավարը, որը ընտրվեց TRIP-ի համար, եթե Ռուսաստան, Միացյալ Նահանգներ այս գործընթացում տակարանցունելի լինի որոշակիորեն երկու կողմերի համար, բայց TRIP-ի ղեկավարի հրեական ցակում եւ նաեւ գործունեությունը Իրանի համար եւս մեկ մեսեջ կարող է պարունակել։ Գիտենք Իրանի դիրքորոշումը չի փոխվել TRIP-ի հետ կապված եւ Իրանի հյուսիսային տարանցումը կարծես թե քննարկելի չի Իրանի տարագայում, այսինքն սա կարող է բերել որոշակի վտանգներ եւ Իրանի կողմից կարող է հակազդեցության բերել, բայց խոսել հենց բնույթի մասին այդ հակազդեցության բավականին դժվար է, որովհետեւ մենք էլ տեսանք Իրանի գործողությունները այս պատերազմական փուլում եւ ցանկացած հակազդող գործողություն ոչ համաչափ է եւ ոչ այդքան կանխատեսելի։ Այսինքն, եթե Կոստանտին Սոկոլովի ընտրությունը կարող է որոշակի առումով ընդունելի լինել օրինակ Ռուսաստանի համար, ապա Իրանի պարագայում դա ընդհանրապես անընդունելի է, ճիշտ եմ հասկանում։ Իրանի պարագայում բացարձակ անընդունելի է, որովհետև նաև իրավիճակից ելնելով եւ այն անվտանգային միջավայրը, որ ստեղծվել է եւ այն հակաիսրայելական դիրքորոշումի սրացումը Իրանում, կապված պատերազմի հետ, ցանկացած պարագայում հրեական ցակումը Իրանում դիտարկվելու է որպես ինչ-որ կոդավորված երևույթ կամ հրեական կամ իսրայելական ներկայության մեծացում տարածաշրջանում։ Նաև հաշվի առնելով Ադրբեջանի դերակատարությունը, որտեղ այդ պետությունը Իսրայելի համար արդեն պլաստառն է դարձել, սա մեծացնելու է վախը իրանական կողմից, որ TRIP-ը նույնպես վերածվելու է վերջնահարցունքում վերածվելու է որոշակի իսրայելական ճակերտավոր նախագծի եւ այլն, այսինքն սպասել Իրանի դեպս մի փոքր դրական դիրքորոշման այս հարցի շուրջ այս փուլում ամենայն դեպս չեմ կարծում, որ կարելի է։ Ինչ զարգացումների սպասել, այսինքն այս ուղղությամբ ինչ քայլեր կարող են լինել Իրանից։ TRIP-ի պարագայում նախ, քանի որ դեռ հողի վրա չկա որևէ գործողություն, այսինքն իրանական կողմը չնայած իր քաղաքականության եւ հայտարարություններին եւ կարմիր գծերին, սովորաբար բուն հակազդեցությունները կամ հակազդող գործողությունները իրականացնում է հողի վրա տիրող իրավիճակից ելնելով։ Դա մեզ ցույց տվեց պատերազմը։ Չնայած մինչև այդ էլ իրանցիները հայտարարում են, որ կլինեն ոչ համարժեք հարվածներ եւ այլն, բայց սպասելի չէր, որ ծրակոծվելու է ամբողջ տարածաշրջանը արաբական երկրներով հանդերձ, այս պարագայում էլ, եթե գործողությունները գնան վերջնական փուլ եւ արդեն հողի վրա սկսվի շինարարական գործընթաց, սահմանափակվի իրանցիների հյուսիսային տարանցումը Հայաստանով եւ այլն, կարծում եմ նույն բնույթի ոչ կանխատեսելի հակազդեցություն իրանական կողմից մենք կտեսնենք, բայց մինչ այդ պետք է նաեւ սպասել այս պատերազմական գործողությունների զարգացումներին։ Ցամաքային գործողությունները, որոնց վտանգը այս փուլում այդքան էլ մեծ չի, բայց կա լինելու է բավականին մոտ Հայաստանի սահմանին, նույն TRIP-ին, Նախիջևանին եւ այլն, այսինքն այստեղ բավականին մեծ խնդիրներ լինելու Հայաստանի համար։
Ռուսական տնտեսական սահմանափակումների ֆոնին առանձին ընկերություններ արդեն հասցրել են հայկական ծիրանը հասցնել եվրոպական երկրներ։ Պետությունն իր հերթին խոստացել է փոխհատուցել եվրոպական ուղղությամբ արտահանման ծախսերը, այդ նպատակին ուղղելով ավելի քան 3 միլիարդ դրամ։ Թեմային անդրադարձել է իմ գործընկեր Ալբերտ Ավետիսյանը։ Ռուսական սահմանափակումների ֆոնին հայկական բերքը արտահանողները փորձում են արտադրանքը հասցնել եվրոպական երկրներ։ Smart Agro Solutions ընկերությունը, որ 2022-ից զբաղվում է այգի հիմնմամբ եւ ունի 215 հեկտար այգի, ստեղծել է բերքի մթերման ամբողջական ցիկլն ապահովող լոգիստիկ կենտրոն։ Ընկերությունն իր բերքի մի մասն արտահանում է Ուկրաինա, իսկ այս տարի առաջին անգամ հայկական ծիրան է հասցրել Փարիզ։ Բավականին լավ արձագանք գտավ այնտեղ, հիմա արդեն սեզոնը իհարկե կարճ է, ծիրանի այդքան արագ չհասցրեցինք արձագանքենք այդ ուղղությանը, բայց պահանջարկ կա արդեն։ Ընկերության տնօրենն ասում է, եվրոպական շուկա մուտք գործելու եւ իրենց ապրանքն այնտեղ արտահանելու համար դեռ շատ գործ կա անելու։ Կարծում է լոգիստիկ խնդիրների լուծվելուն պես շատ հարցեր կստանան իրենց պատասխանները։ Արևելյան Եվրոպայի երկրներ եւս արտահանումներ եղել են, գիտեմ որ եղել են ու ոչ ինքնաթիռով։ Ինձ թվում է այդ ուղղությունների վրա որ մի փոքր ավելի շատ ջանք եւ եռանդ դնենք, լավ արձագանք կունենանք։ Ռուսական սահմանափակումներից տուժել ու եվրոպական շուկայի իր բերքը չի կարողացել հասցնել Լյուդվիգ Հովսեփյանը, ով եւս զբաղվում է բերքի արտադրությամբ ու մթերմամբ։ Նախորդ տարիներին արտահանումը կատարվել է հիմնականում Ռուսաստանի Դաշնություն, մեծամասամբ 95%, մոտարապես 20 ֆուր յուրաքանչյուր մեքենան 50 տոննա արտահանվել է գողթից։ Ու հիմնականում Ռուսաստանի Դաշնություն է արտահանվել, շատ քիչ մաս Դուբայ կամ Վրաստան։ Մի 5% ամբողջ մեր գյուղի բերքի։ Հիմա քանի որ Ռուսաստանը փակել է, արտահանողները քիչ են։ Նախորդ տարիներին եղել են 11-12 արտահանող հավաքող խմբեր, այս տարի ընդամենը 3-ն են։ Տնտեսվարողի խոսքով անցած տարի իր մթերած կարմրաթուշ կեռասիգինը տատանվել է 900-ից 1100 դրամի սահմաններում, իսկ եզան աչք տեսակինը 1300-ից 1500 դրամ։ Այս տարի, ասում է, գները մոտավորապես 600-ից 700 դրամի սահմաններում են։ Հավաքողները քիչ են, սպառումն էլ շատ քիչ։ Խնդրեմ, մեր տնտեսությունը մոտարապես այդպիսի վնասներ է կրել անցած տարվա համեմատ։ Կառավարության որոշմամբ կփոխհատուցվեն դեպի Եվրոպա մի շարք ապրանքների արտահանման ծախսերը։ Ծրագրում ներառված են պտուղները, ծիրանը, սալորը, կեռաս, ելակ, բանջարեղենից, լոլիկը, պղպեղը, ինչպես նաև ծաղիկը, շշալցված բնական հանքային ջուրն ու խմիչքի առանձին տեսակներ։ Դեռևս հունիս ամսվա սկզբին կառավարությունը շուկաների դիվերսիֆիկացման նպատակով ընդունել էր աջակցության ծրագիր, որով ֆինանսական աջակցություն ենք տալիս։ Եթե արտահանվում են հայկական ծագման ջերմատնային արտադրության ապրանքներ, ինչպես նաև թարմ պտուղ եւ սննդամթերքի ու խմիչքի առանձին տեսակներ։ Միջոցառման իրականացման համար անհրաժեշտ է փոխհատուցել ընդհանուր առմամբ 3 միլիարդ 140 միլիոն դրամ։ Անդրադառնալով որոշմանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, 3 միլիարդ դրամի փոխհատուցումը մեծ թիվ է, ինչը նշանակում է, որ արտահանման ծավալները մեծ են։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը օրերս Հայաստան կատարած այցի ժամանակ ասել է, ինքը գիտակցում է այն փաստը, որ ոչ բոլորին է դուր գալիս Հայաստան Եվրոպական միության մերձեցումը եւ ընդգծել Եվրոպական միության Հայաստանին անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամությունը։ Ես այսօր այստեղ եմ նաեւ աներկբա հայտարարելու, որ եթե Ռուսաստանը փակի իր շուկան Հայաստանի արտադրանքի համար, Եվրոպական միությունը կբացի դուռը հայկական ապրանքների արտադրատեսակների համար Եվրոպական միության 450 միլիոնանոց սպառողների շուկայում։ Եվրոպական հանձնաժողովի նախագահի խոսքով այդ ներդրումների նպատակով արդեն իսկ հատկացվել է 200 միլիոն եվրո, սակայն ֆինանսավորման ընդհանուր ծավալը հեռանկարում կարող է հասնել մինչև 2 միլիարդ եվրոյի։ Ալբերտ Ավետիսյան, ՎՏ Հայաստան Նյուզ, Երևան։ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր Բալթյան երկրներն ակտիվորեն ամրացնում են իրենց սահմանները Ռուսաստանի եւ Բելարուսի հետ։ Լատվիայի սահմանամերձ շրջաններում ոչ միայն տեղադրվում են պաշտպանական ամրություններ, այլև մասնավոր սեփականատերերից օտարվում են հողատարածքներ։ Լատվիա-Բելարուս սահմանին սեփականատերերից մի քանիսի հետ զրուցել է Վլադիսլավ Անդրեևը։ Լատգալիա
Լատվիայի արևելյան սահմանը Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի արտաքին սահմանագիծը։ Այն կողմում արդեն Ռուսաստանն ու Բելարուսն են, որոշ մասնավոր տնտեսություններ բառացիորեն գտնվում են երկրի ծայրամասում։ Սահմանամերձ բնակավայրի բնակիչ տեղացի տրակտորից Գրիգորին ցույց է տալիս իր հողատարածքները։ Դաշտի մի մասը մոտ 1000 քառակուսի մետր տարածքով Լատվիան Գրիգորիից գնել է ազգային անվտանգության նպատակներով Բալտյան պաշտպանական գծի ստեղծման համար։ Պաշտոնապես դա հողերի օտարում է հակաշարժական ենթակառուցվածքներ կառուցելու նպատակով։ Այստեղ մենք բոլորս հնձում ենք։ Ես ամբողջությամբ հնձում եմ մինչև ճանապարհը, որքան կարող եմ հասնել։ Մինչև ճանապարհը մերն է մնում, իսկ այն ինչ վերցրեցին ճանապարհի համար է գնացել։ Այս 11 սոտկայի համար երևի 340 եվրո է, արդեն վճարել են։ Մեզ ոչ ոք չի հարցրել, բավական է թե ոչ, ավելացնել թե պակասեցնել, բայց ամեն ինչ նորմալ է, մենք չենք աղքատանա։ Օտարված մասնավոր հողերի փոխհատուցման չափերի վերաբերյալ իշխանությունները յուրաքանչյուր սեփականատիրոջ հետ առանձին են պայմանավորվում։ Ոմանք արդեն ստացել են գումարը, մյուսները սպասում են նորություններին։ Այն պատմությունները, թե իբր ամեն ինչ անվճար վերցնելու են, այժմ արդեն անցել են։ Մարդիկ հասկանում են, որ սա անհրաժեշտ է սահմանը պաշտպանելու, պետության տարածքը պաշտպանելու, ինչպես նաև հենց սահմանամերձ շրջաններում ապրող մարդկանց անվտանգության համար։ Պետությունից դժգոհ չէ նաև հարևան սահմանամերձ բնակավայրի ֆերմեր Անժեյը։ Նրա ընտանիքը այս տարածքներում զբաղվում է հողագործությամբ ավելի քան 20 տարի։ Այժմ նրանք աճեցնում են կարտոֆիլ, ցորեն, իսկ վերջերս բացել են գյուղական գարեջրի արտադրություն։ Մենք հաղորդագրություն ստացանք, որ նախատեսում են օտարել 30 սոտկա հող այս տարածքի մի հատվածում, եւ ինչպես հասկացա, այնտեղ նախատեսվում է կառուցել սերվիտուտային ճանապարհ։ 30 սոտկան մեզ համար ցավալի չէ։ Իհարկե դա փոքր տարածք է, հաշվի առնելով թե որքան մեծ է այս դաշտը։ Ֆերմերի խոսքով նրան ավելի շատ անհանգստացնում է ոչ թե հողերի օտարումը, այլ Ռուսաստանի տարածքից ժամանող ուկրաինական ռազմական անօդաչու թռչող սարքերը։ Ռիգայի փորձագետների կարծիքով Ռուսաստանը դրանք միտումնավոր է ուղարկում Լատվիայի կողմ։ Տեխնիկայի համար իհարկե վախ կա։ Ավելի շատ վախենում ենք հացահատիկի չորացման համալիրների, հացահատիկի պահեստավորման համակարգերի համար, քանի որ դրոնները կարող են դրանք շփոթել վառելիքի կամ նավթի պահեստների հետ, եւ քանի որ, ինչպես ասում են, այդ անօդաչուները հագեցած են արհեստական բանականությամբ, նրանք կարող են սխալվել եւ այսպես ասած հարձակվել։ Երբ Ռուսաստանի կողմից անօդաչու սարքեր են մոտենում, սահմանամերձ շրջանների բնակիչները իրենց հեռախոսներին ստանում են վտանգի մասին ծանուցումներ։ Սակայն Անժեյը չգիտի որևէ մեկին, որը արձագանքում է դրանց։ Ասում է, դաշտում պետք է աշխատել, ոչ թե թաքնվել, սեզոնը կարճ է, գործերը շատ։ Այս ռիսկերը, որոնք իսկապես այստեղ կան այս պահին, որոնց հետ ստիպված ենք ապրել, որովհետև ինչ-որ բան փոխելն արդեն կարելի ասել ուշ է։ Գյուղատնտեսությունից այդպես պարզապես հեռանալ հնարավոր չէ, երբ դրանով զբաղվում ես ավելի քան 20 տարի, ինչպես հայրս, կամ ինչպես ես, արդեն ավելի քան 10 տարի։ Դա արդեն դառնում է ապրելակերպ, որի պայմաններում ստիպված ես ապրել, անկախ հանգամանքներից։ Իսկ Գրիգորին ոչ դրոններից է վախենում, ոչ էլ հավատում է Ռուսաստանի կամ Բելարուսի կողմից հնարավոր ռազմական ագրեսիային։ Իհարկե չենք հավատում, մենք բնիկ բնակիչներ ենք, ինչու պետք է վախենանք։ Մենք բարեկարգում ենք մեր կյանքը, ամեն ինչ անում ենք ինչպես հարկն է։ Իսկ ումից այստեղ վախենալ։ Այստեղ մարդիկ չկան, ոչ մերոնք, ոչ օտարները, շուտով ոչ ոք չի մնա, այստեղ վախենալու մարդ չկա։ Ռուսաստանի ու Ուկրաինայի լայնամասշտաբ ներխուժումից հետո Բալթյան երկրները ձեռնամուխ եղան պաշտպանական գծի ստեղծմանը, որպեսզի թույլ չտան ռուսական զորքերին իրականացնել արագ ռազմական գործողություն։ Միայն Լատվիան այս նպատակների համար նախատեսում է ծախսել շուրջ 300 միլիոն եվրո։ Այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը։ Հետևեք մեզ ՎՏ Հայաստան Նյուզի Facebook-յան եւ YouTube-յան հարթակներում, որպեսզի բաց չթողնեք օրվա կարևոր նորությունները։